Դպրոցից երեխան պետք է դուրս գա կրթված, բարեկիրթ։ Եթե ուզում եք իմանաք, գրագիտություն սովորելուց հետո ամենամեծ եւ ամենաբարձ խնդիրը դա բարեկիրթ երեխա դաստիարակելն է։ Հայ ես խնդրում եմ, որպեսզի դուք գրագետ բարեկիրթ երեխաներ թողարկեք դպրոցներից, ինչպես ասում։ Դրա շուրջ ինքներդ մտածեք։ Դպրոցից դուրս եկած երեխան պետք է դպրոցի հոտ գա։ Եվ յուրաքանչյուր դպրոց իր տրադիցիաները պետք է ունենա։ Այստեղ մենք չպետք է ունիֆիկացիայի ենթարկենք դաստիարակության պրոցեսները, յուրաքանչյուր դպրոց յուրովի պետք է մարդ դաստիարակի, բարեկիրթ երեխա դուրս բերի, որպեսզի երեխան մինչև կյանքի վերջը իր դրական բարեմաստությունները կապի այդ դպրոցի հետ։ Իսկ մենք դա չենք անում։ Իսկ եթե դա չենք անում, դպրոց չկա։ Դպրոցը ամբողջ աշխարհի ձևավորում է։ Դրա համար ես երբ որ մտածում կամ խոսում եմ մանկավարժների մասին, ես այն օրը ասեցի, մանկավարժի աշխատանքը դա ինժեների աշխատանք չէ։ Դա ճարտարապետի աշխատանք չէ, դա գրողի աշխատանք չէ։ Դա ամենաբարձ, բայց միաժամանակ ամենապետքական, ամենաանհրաժեշտ, դա սիմբիոզ աշխատանք է։ Մանկավարժական աշխատանքը դա տեխնություն է, դրա համար էլ մանկավարժներին ասում են մշակներ։ Դուք մարդ եք ձևավորում։ Ես այն օրը, քանի որ ինժեներ եմ անդադ համացնել, մենք որպեսզի ինչ-որ մի առարկա սարքենք, ձևափոխում ենք կամ դեֆորմացիայի միջոցով, կամ կտրման միջոցով, տաշեղ է ստանում, ինչ-որ կոնֆիգուրացիա է ստանում։